Չստացված փորձ, որը վերջինը չէ, այսպես են բնութագրում փորձագետները վեհափառի դեմ կազմակերպված հավաքը։ 10 սրբազանները մայրաթոռ էին գնացել կաթողիկոսին իրենց ձևակերպմամբ հանգստի ուղարկելու, սակայն վերադարձան ձեռնունայն։ Վեհափառը շարունակում է իր գահակալությունը։ Իրենք հայտարարել են եւ նաեւ իրենց վերահսկողության տակ գտնվող եպիսկոպոսները, ճակերտներում եպիսկոպոսները արդեն, որ իրենք արդեն մայր տաճարում պետք է պատարակ իրականացնեն։ Դա իրենց հայտարարությունն է եւ բնականաբար որոշողը իրենք չեն, իրենց ասել են, որ նման հայտարարություն անել եւ ինչպես ասացի, իրենք պետք է փորձեն այդ քայլը կատարել։ Վեհափառի դեմ ակցիայի հրահանգը Նիկոլ Փաշինյանի շուրթերից ուղիղ չի հնչել, սակայն իրականացվել է նրա անմիջական կամքով եւ քաղաքական պատասխանատվությամբ համոզված են մասնագետները։ Ըստ նրանց այս ախողումն ավելի է բորբոքելու իշխանության զայրույթն ու փոխելու հաջորդ հարվածների տրամաբանությունը։ Նման կեղտոտ ձեռներով մաքրել հնարավոր չի, առավելևս, որ մենք ունենք մի վարչապետ, որը ներկայանում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց այդպեսին չի կարող լինել, որովհետև նախ խորհուրդները չի իրականացնել, ինքը եկեղեցով չի ամուսնացել, մյուս կողմից ինքը բոլոր պատվիրանները խախտել է, այսինքն բոլոր հնարավոր պատվիրանները եւ ոչ միայն խախտել է, այլ դրա հետևանքները եղել են ծանրագույն։ Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանն էլ ակցիայից հետո հայտարարել է, որ երեկվա իրադարձությունը ցույց է տալիս, որ մարդիկ չեն հանդուրժելու ստեղծված վիճակը։ Ակնհայտ է, որ Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական անհամաձայնության նոր մթնոլորտ եւ ինտենսիվորեն ձևավորվում է քաղաքացիական պոռթկում։ Մարդիկ չեն համակերպվելու այս վիճակին, ամեն ինչ գնում է դրան։ Սա պարզ երևում է։ Մի կողմից մարդկանց անկեղծ եւ ազդեցիկ աջակցությունը մայրաթոռին ու վեհափառին եւ մյուս կողմից տիրադավների կուչ կան ուժայինների ուղեկցությամբ։ Ամենավառ ապացույցն են Հայաստանում ստեղծվող իրականության։ Հայաստանում զարգանում է քաղաքացիական նոր process։ Քաղաքական շրջանակներում համոզված են առաջիկայում եկեղեցու դեմ նոր հարձակումները բացառված չեն։ Նրանք հորդորում են հանրությանը լինել զգոն եւ պաշտպանել հայ առաքելական եկեղեցին հնարավոր նոր գրոհներից։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։